Իսրայելցի անանուն պաշտոնյան այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի մասին, հայտարարել է, որ այն ուժի մեջ կմտնի, եթե հակամարտող բոլոր կողմերը պահպանեն այն։ Պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը։ Եթե բոլոր կողմերը պահպանեն հրադադարը, այն կգործի, ասել է Ռավիդի զրուցակիցը։ Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իրանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել։ Նրա խոսքով այն ուժի մեջ մտնելուց հետո աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Միաժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ երկիրը զինադադարի համաձայնագիր չունի։ Նրա խոսքով այս նախաձեռնության վերաբերյալ վերջնական որոշումը նախատեսվում էր ընդունել ավելի ուշ։ Հունիսի 24-ի առավոտյան իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելի հետ հրադադարն ուժի մեջ է մտել։ Ըստ այդմ դա տեղի է ունեցել իրանական հարձակումների 4 ալիքներից հետո։ Իսրայելը հասել է իր նպատակներին Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնությամբ ընդունում է հրադադարը։ Իսրայելի կառավարության ուղերձը փոխանցել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդական Դմիտրի Կենդելմանը։ Գործողության ռազմավարական նպատակների իրականացման հետ կապված, ինչպես նաեւ նախագահ Թրամփի հետ լիակատար համաձայնությամբ Իսրայելը ընդունել է նրա երկկողմ հրադադարի նախաձեռնությունը։ Իսրայելը առավելագույն վճռականությամբ կարձագանքի հրադադարի պայմանների ցանկացած խախտման, գրել է նա տելեգրամյան ալիքում։ Ավելի վաղ հրադադարը հաստատել էր իրանական կողմը, այս մասին հաղորդագրություն էր հրապարակել Press TV հեռուստաալիքը։ Իսրայելի իշխանությունները շնորհակալություն են հայտնել Թրամփին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին աջակցության ու իրանական միջուկային սպառնալիքի վերացման գործում մասնակցության համար։ Իսրայելի կառավարությունը Իրանի դեմ իր գործողությունը անվանել է ականավոր պատմական նվաճում։ Կառավարությունը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամվա ընթացքում շարունակել է հարվածել Թեհրանի ուժային կենտրոններին եւ սպանել է եւս մեկ ավագ միջուկային մասնագետի։ Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի ռեժիմը կմնա ուժի մեջ, եթե բոլոր կողմերը պահպանեն այն, այս մասին հայտնում է Axios-ը վկայակոչելով իր աղբյուրները։ Իրանի հետ հրադադարը կգործի, եթե բոլոր կողմերը պահպանեն այն, գործակալությանը հայտնել է իսրայելցի պաշտոնյան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենյամին Նեթանյահուին պահանջել է դադարեցնել Իրանի վրա հարձակումները, քանի որ Թեհրանն արդեն բավականաչափ թուլացել է, այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։ Թրամփը զանգահարել է Նեթանյահուին եւ ուղիղ ասել նրան. «Այլևս ոչ մի պատերազմ», հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը եւ Իրանը համաձայնել են լիարժեք եւ ամբողջական հրադադարի։ Նա Truth Social հարթակում գրել է, որ առաջիկա ժամերին երկու երկրները կավարտեն ընթացքի մեջ գտնվող իրենց վերջին առաքելությունները եւ 12-ժամյա հրադադար կլինի, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ Պաշտոնապես Իրանը կսկսի հրադադարը, իսկ 12-րդ ժամին Իսրայելը կսկսի հրադադարը եւ 24-րդ ժամին աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Յուրաքանչյուր հրադադարի ընթացքում մյուս կողմը կմնա խաղաղ եւ հարգալից։ Ենթադրելով, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է, եւ այդպես էլ կլինի, ես կցանկանայի շնորհավորել երկու երկրներին էլ Իսրայելին եւ Իրանին տոկունության, քաջության եւ խելքի համար, որոնք անհրաժեշտ էին ավարտելու այն, ինչը պետք է կոչվի 12-օրյա պատերազմ։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ եւ ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ եւ երբեք տեղի չի ունենա, գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը նաև հայտարարել է, որ երկու երկրները գրեթե միաժամանակ են դիմել իրեն խաղաղության հաստատման համար եւ երկուսն էլ կտեսնեն մեծ սեր, խաղաղություն եւ բարգավաճում։ Աշխարհը եւ Մերձավոր Արևելքը իրական հաղթողներն են։ Երկու երկրներն էլ իրենց ապագայում կտեսնեն հսկայական սեր, խաղաղություն եւ բարգավաճում։ Նրանք շատ բան ունեն շահելու, բայց նաեւ շատ բան կորցնելու, եթե շեղվեն արդարության եւ ճշմարտության ճանապարհից։ Իսրայելի եւ Իրանի ապագան անսահման է եւ լի է խոստումներով, գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Թրամփը ազդարել էր Մերձավոր Արևելքում մոտալուտ խաղաղության մասին, գրելով. «Շնորհավորում եմ աշխարհ, եկել է խաղաղության ժամանակը»։
Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել։ Եվրոմեդիա 24.com-ի փոխանցմամբ հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը եւ Իրանը լիովին համաձայնել են սկսել հրադադարի համաձայնագրի իրականացումը իր հայտարարությունից մոտ 6 ժամ անց Երևանի ժամանակով առավոտյան 8-ի սահմաններում։ Երեքշաբթի առավոտյան դոլարը արժեզրկվել է այլ համաշխարհային արժույթների նկատմամբ Իրանի եւ Իսրայելի միջև զինադադարի մասին լուրից հետո ցույց են տվել առևտրային տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունը։ Մոսկվայի ժամանակով 9:1 դրությամբ եվրոյի եւ դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև մոտ 1.16 դոլար 1 եվրոյի դիմաց 1.15 դոլարից։ Դոլարի եւ իենի փոխարժեքը նախորդ փակման 146.15 իենի համեմատ նվազել է մինչև 145.27 իեն, իսկ դոլարի ինդեքսը նվազել է 0.33%-ով, հասնելով 98.07 կետի։ Ներդրողները գնահատում են Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ նորությունները։ Պակիստանն Իրանի հետ ոչ մի ռազմական համագործակցություն չի ծավալում եւ չի մասնակցում համատեղ գործողություններին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆ Ռիանովեսին տված հարցազրույցում։ Մենք Իրանի հետ ոչ մի ռազմական համագործակցություն կամ համատեղ ռազմական միջոցառում չունենք, ասել է քաղաքական գործիչը։ Ասիֆն ընդգծել է, որ Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի դեմ իրականացված ագրեսիան։ ԱՄՆ-ն Իրանին հարվածներով նպատակ էր հետապնդում ոչնչացնել իրանական միջուկային ծրագիրը։ Նման խոստովանությամբ է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։ Մեր առաքելությունն էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները եւ միջուկային ծրագիրը, ինչը մենք իհարկե արեցինք, նշել է նա։ Նրա խոսքով ԱՄՆ-ն աջակցում է ազատության համար պայքարողներին ամբողջ աշխարհում, սակայն ամերիկյան առաքելությունն էր ոչնչացնել միջուկային օբյեկտները։ Հանրապետություն կուսակցության ավականու անդամ Արտակ Զենյալյանի մանդատը տրվել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավականու այսօրվա նիստին։ Նշենք, որ Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զենյալյանի լիազորությունները վաղը ժամկետ դադարել են, քանի որ նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Ղեկավարվելով տեսչական մարմինների մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով եւ հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով Տիգրան Պետրոսյանին նշանակել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար, նշված է վարչապետի որոշման մեջ։ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է օրեր առաջ Թուրքիայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպմանը։ Նա նշել է, որ եթե կողմերի մեջ չկա քաղաքական կամ խաղաղության բարելավում, ապա մնացած բաները ձևական են եւ փաստաթուղթն էլ չի բերելու խաղաղություն։ Ես գիտեմ, ԿՊԱ-ականները հիմա սկսել են այն գիծը տանել, այդ առանցքային քարոզչության բանն, հա, որ տեսեք, բայց ուզում եք էլի թշնամի մնաք, ուզում եք շրջափակված մնաք, այնպես են ներկայացնում, կարծեք թե այս այցելությամբ մենք դառնանք բարի դրացիական հարևանություն ունեցող երկրներ կամ Հայաստանի սահմանը բացվեց, չկա։ Նման, այսինքն կա որոշակի գործընթաց շատ զիջումներով, որովհետև արդեն իրենք իմ կարծիքով են ինչ որ Ստամբուլյան հռչակագրի մեջ կետեր դրեցին եւ բան, օրինակ այդ այսպես կոչված Հայաստանից բռնի արտաքսվածների վերադարձի հարցը, Խոջալույի ցեղասպանության հարցը եւ այլն։ Այսի իրենց արդեն նորագույն պահանջներն են։ 88 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գուրժ Մանուկյանը։ Լուրը հայտնել են Հայաստանի Թատերական գործիչների միությունից։ Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր աջակցությունն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն, նշելով, որ յուրաքանչյուր հայի պարտն է լինել հայ հոգևոր դասի եւ եկեղեցու կողքին, մի կողմ դնելով սեփական ամբիցիաներն ու շահերը։ Եկեղեցին միայն հոգևոր հաստատություն չէ, այն Հայաստանի պատմական, մշակութային եւ ազգային հիմքն է։ Այն հաղթահարել է կայսրությունների ճնշումները, ցեղասպանությունները, պատերազմները։ Այս մասին իր խոսքում նշել է Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանում առկա է նոր առաջնորդների, նոր ուժերի ժողովրդական մեծ պահանջ եւ յուրաքանչյուր մարդ կարող է լինել այդ ձևաչափի մեջ, ով սիրում է իր երկիրը եւ իր արարքներով ապացուցել է իր անբասիր մոտեցումները Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ։
Գործարար Սամվել Կարապետյանը կալանավայրից հայտարարություն է տարածել դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին։ Նա անդրադարձել է իր փաստաբանների կողմից վերաքննիչ ներկայացրած բողոքը հետ վերցնելու հանգամանքին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ճանաչելով ձեզ որպես դատավոր եւ հաշվի առնելով, որ մշտապես աչքի եք ընկել բացառապես իշխանահաճո որոշում ներկայացնելու վարքագծով, գտնում եմ, որ պաշտպանիս Արմեն Ֆերոյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի քննության ելքը ձեր նախագահությամբ ի սկզբանե կանխատեսելի է։ Ուստի նրա բողոքը հետ են վերցնում», ասված է Կարապետյանի հայտարարության մեջ։ Երևանի ավականին պատրաստվում է անհարգելի բացակայությունների պատճառով հանրային ձայնի խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից։ Նախագծի հեղինակը ազգային առաջընթաց խմբակցությունն է։ Նախագիծն ընդգրկված է ավականու վաղը կայանալիք նիստի օրակարգում։ Որպես հիմնավորում նշվում է, որ Գալստյանը չի մասնակցել Երևանի ավականու 17 նիստերից ոչ մեկին, ինչպես նաև հանձնաժողովի նիստերին։ Ինչպես հայտնի է, Արտակ Գալստյանը տնային կալանքի մեջ է, ինչի բերումով չի մասնակցել ավականու աշխատանքներին եւ արկա չէ օրենքով նախատեսված որևէ հիմք բացակայությունը հարգելի համարելու համար, նշված է նախագծում։ Այսպիսով առաջարկվում է ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։ 2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ ներքին գործերի ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար, եւս 2-ը ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։ Այս մասին հայտնել է հետքը։ Ոստիկանությունից տրամադրել են տվյալներ, թե 2020-ից 2025 թվականներին քանի ոստիկան է ազատվել ծառայությունից թմրանյութեր օգտագործելու, ապօրինի շրջանառության եւ իրացնելու համար։ Ըստ վիճակագրության ամենամեծ թիվը եղել է 2024 18 աշխատակից, որոնցից 15-ը թմրամիջոց օգտագործելու, 2-ը ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար, 1 ոստիկան էլ ազատվել է ծառայությունից մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հայտնել է լրատվամիջոցը։ Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծ ու քրեական գործերով դատական նիստը, որի ընթացքում ցուցմունքներով է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Հարայիկ Հարությունյանը։ Նա պատասխանել է դատախազների Լեռնային Ղարաբաղի բանկային համակարգին վերաբերող հարցերին, այլ մանրամասներ հայտնի չեն։ Վաշինգտոնը շարունակում է ամենաբարձր մակարդակով համագործակցել Մոսկվայի եւ Կիևի հետ, աջակցելով հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցություններին, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ Մենք շփվում ենք ամենաբարձր մակարդակներով եւ շարունակում ենք աջակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին, ասել է դիվանագետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Արցախ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով բանակցային գործընթացի նկատմամբ Մոսկվայի բարի կամքի մասին հարցին։ Նրա խոսքով այս ռազմական հակամարտությունը մարտադաշտում լուծում չունի եւ անհրաժեշտ է դիվանագիտական լուծում։ Գերմանիային եւ Իտալիային կոչ են անում դուրս բերել ԱՄՆ դաշնային պահուստային համակարգում պահվող ոսկին, հաղորդում է Financial Times-ը։ Գերմանիան եւ Իտալիան բախվում են Նյու Յորքից իրենց ոսկին դուրս բերելու կոչերի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դաշնային պահուստային համակարգի վրա կրկնվող հարձակումներից եւ աշխարհաքաղաքական անկայունության աճից հետո ԱՄՆ-ում պահվող ոսկու շուկայական արժեքը կազմում է ավելի քան $245 միլիարդ, ասվում է հրատարակության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ Գերմանիան եւ Իտալիան ոսկու պաշարներով աշխարհում զբաղեցնում են երկրորդ եւ երրորդ տեղերը, ԱՄՆ-ից հետո համապատասխանաբար 3,352 եւ 2,452 տոննա։ Ավելին, երկու երկրներն են իրենց զուլակտորների 1/3-ից ավելին պահում են դաշնային պահուստային համակարգում։ Իրանի կողմից Իսրայելի վրա այսօր հունիսի 23-ի առավոտյան հասցված հարվածը ամենաերկարատևն էր զինված հակամարտության սկսվելուց ի վեր, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իսրայելցիները հայտարարում են, որ այս հարձակումը գրավյալ տարածքներում ամենաերկարատև տագնապը վախ ու խուճապ է առաջացրել։ Մեհեր լրատվական գործակալությունը մեջբերում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսքերը։ Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ Իսրայելի վրա հարձակման ժամանակ Իրանը օգտագործել է Խեյբար Շեկան, Էմադ Քադր եւ Ֆաթահ 1 բալիստիկ հրթիռներ։
Լիտվիայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը կոչ է արել ՆԱՏՕ-ին չթաքցնել ռեսուրսների պակասի վերաբերյալ տեղեկատվությունը։ Financial Times-ին տված հարցազրույցում նա նշել է, որ դաշինքի անդամ երկրները պետք է կարողանան հրապարակավ բարձրաձայնել պաշտպանության միջոցների սղության մասին, պաշտպանական ծախսերն ավելացնելու, պահանջն ավելի հիմնավոր դարձնելու համար։ Բուդրիսի խոսքով գաղտնի պահելով այս տվյալները, դաշինքը թույլատնում է այն երկրների դիրքերը, որոնք հանդես են գալիս ռազմական բյուջեների ավելացման օգտին։ Նախարարը հատկապես կարևորել է հակաօդային պաշտպանության, հրետանային զինամթերքի եւ հեռարձ սպառազինության ավելացումը, ընդգծելով, որ սա հատկապես կարևոր է Ռուսաստանից հեռու գտնվող պետությունների համար։ Ավելի վաղ Լիտվիայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր երկրի քաղաքացիներին հորդորել էր չանհանգստանալ Ռուսաստանի եւ Բելարուսի համատեղ արևմուտք 2025 զորավարժությունների պատճառով, որոնք նախատեսված են աշնանը։ Գրում է Lenta.ru։ Քաղաքագետ Կոնստանտին Կալաչիևը կարծում է, որ Իրանը չի գնա Օրմուզի նեղուցի արգելափակման, նման քայլը կբերի երկրի լիակատար մեկուսացման եւ ռեժիմի դեմ հակառակորդների թվի կտրուկ աճի։ Նրա խոսքով նեղուցը փակելու համար Թեհրանը ստիպված կլինի հարվածել անցնող տանկերին, ինչը միայն կուժեղացնի ճնշումը իրանական իշխանությունների վրա։ Նման զարգացումն Իրանի համար միայն վատթար արդյունքներ կունենա։ Հնարավոր է, որ նույնիսկ նրա ներկայիս դաշնակիցներն այս դեպքում հրաժարվեն աջակցել։ Նշել է Կալաչիևը։ Նա ընդգծել է, որ Իրանը առանց այդ էլ հայտնվել է միջազգային մեկուսացման ծանր իրավիճակում եւ նեղուցի արգելափակումը կարող է ամբողջովին փլուզել երկրի դիրքերը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանի խորհրդարանը քվեարկել էր Օրմուզի նեղուցի փակման օգտին, սակայն փորձագետները կանխատեսում են, որ Թեհրանը նման քայլի չի գնա ռեժիմի անկումից խուսափելու համար։ Հայտնում է Lenta.ru։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսկանդեր տիպի օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրով հարվածի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման կենտրոնում Սումի շրջանի մերձակայքում ոչնչացվել է մինչև 100 ուկրաինացի զինծառայող։ Նախարարության տվյալներով մարդկային կորուստներից բացի հարվածի արդյունքում ոչնչացվել է նաև մոտ 1 տասնյակ միավոր ռազմական տեխնիկա։ Ըստ հաղորդման նշված կենտրոնում ուսուցում էին անցնում զորահավաքի միջոցով համալրված զինծառայողները։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն հայտնել էր նաև առաջին անգամ ուկրաինական ազգային ոստիկանության հատուկ բրիգադների հետ մարտերի մասին։ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են մի քանի հրթիռային հարվածների վայրեր Իրանի ցրիական պետության վրա վերջին հարձակումների ընթացքում։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Էֆի Դեֆրինը։ Վերջին ժամերին ամբողջ երկրում ակտիվացել են տագնապի ազդանշաններ Իրանից բազմաթիվ հրթիռների արձակման պատճառով։ Հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատել են սպառնալիքները հայտնաբերելու եւ խափանելու ուղղությամբ։ Այսօր մենք մի քանի հարվածներ ենք հայտնաբերել, զոհեր չկան, ասել է նա։ ՄԱԿ-ի Սիրիայի մարդասիրական հարցերով համակարգող Ադամ Աբդելմուլան դատապարտել է հունիսի 22-ին Դամասկոսում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 եւ վիրավորվել ավելի քան 50 մարդ։ Նա կոչ է արել միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար, հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը։ Ես խստորեն դատապարտում եմ Դամասկոսի Սուրբ Եղիա Մարգարե եկեղեցում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որտեղ մահապարտ ահաբեկիչը հարձակվել է աղոթքի հավաքված խաղաղ բնակիչների վրա, ասել է Աբդելմուլան։ Մենք կոչ ենք անում համապատասխան մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ նման ողբերգությունները այլևս չկրկնելու համար, ընդգծել է ՄԱԿ-ի համակարգողը։ Քանի որ Սիրիան ընտրում է վերականգնման, հաշտեցման եւ վերակառուցման ուղին, շարունակել է Աբդելմուլան, բռնության եւ ծայրահեղականության համար տեղ չպետք է լինի։ Հիմա միասնության, հանդուրժողականության եւ համերաշխության ժամանակն է բոլոր սիրիացիների համար ավելի լավ ապագա ստեղծելու համար, ասել է նա։ ՄԱԿ-ի համակարգողը հայտնել է իր խորին ցավակցությունը զոհերի ընտանիքներին եւ Սիրիայի ժողովրդին, վերահաստատելով համաշխարհային կազմակերպության հանձնառությունը աջակցելու Սիրիային եւ նրա ժողովրդին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Ղրիմը ռուսական ճանաչելու մերժումը պայմանավորված է նրանով, որ նա դարձել է իր սխալների պատանդը։ Այս մասին հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայել Ռազվոժաևը։ Ուրիշ հայտարարություններ նրանցից երբեք չենք լսի, քանի դեռ այս ռեժիմը կա, նրանք նման հայտարարություններ կանեն։ Նրանք սեփական դիրքորոշումների եւ սխալների պատանդն են, ասաց նա։
Ռազվոժաևը հավելել է, որ ուկրաինական կողմի հետ հնարավոր է պայմանավորվել միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած պայմանների ընդունման միջոցով։ Դրանք փոխանցվել են Կիևի ներկայացուցիչներին Ստամբուլում կայացած բանակցություններում։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն Իրանի միջուկային օբյեկտներին Միացյալ Նահանգների հարվածներն անվանել է լավ նորություն Մերձավոր Արևելքի եւ Եվրոպայի համար։ Նա ընդգծել է, որ հակամարտության սրումը ցանկալի չէ, սակայն Վաշինգտոնում հայտնել են, որ Իրանը առընչընթաց է գրանցել միջուկային զենքի մշակման գործում։ Իմ կարծիքով գլխավորն այն է, որ առաջին հերթին լուրջ սպառնալիքը վերացվել է, ասել է Պիստորիուսը։ Գերմանիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ այդ սպառնալիքի վերացումը լավ նորություն է Մերձավոր Արևելքի, բայց նաեւ Եվրոպայի համար։ Թուրքիան լրջորեն անհանգստացած է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանային հակամարտության սրման համաշխարհային մակարդակով։ Այս մասին ասված է Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ։ Թուրքիան խորապես անհանգստացած է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով։ Ներկայիս իրադարձությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային հակամարտության սրման համաշխարհային մակարդակին։ Մենք չենք ցանկանում, որ այս աղետալի սցենարը իրականանա։ Մենք միշտ ուշադրություն ենք հրավիրում տարածաշրջանում հակամարտության ռիսկի վրա, որը սկսվել է Իսրայելի ագրեսիայից տարածելով եւ ապակայունացնելով անվտանգության իրավիճակը։ ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա այս ռիսկը հասցրեց ամենաբարձր մակարդակի, ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողությունն ընդդեմ Իրանի միջուկային ծրագրի մինչև զինվորականների առջև դրված նպատակների կատարումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը։ Մենք աշխատում ենք Իսրայել պետությանը սպառնացող էքզիստենցիալ սպառնալիքը վերացնելու հստակ նպատակով։ Մենք ունենք ծրագիր եւ նպատակներ եւ մենք անընդհատ աշխատում ենք այդ նպատակներին հասնելու ուղղությամբ։ Մենք շարունակենք գործել մինչև նպատակները կատարվեն, ասել է նա։ Դեֆրինը կրկնել է Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հայտարարությունը, թե Իսրայելը պատրաստվում է երկարատև արշավին։ Մենք պետք է պատրաստվենք դրան երկարատև արշավին եւ պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, ասել է նա։ Իրանի հետախուզական ծառայությունները Սպահան քաղաքում ձերբակալել են ուկրաինական հետախուզության 3 գործակալի, ովքեր պատրաստվում են դիվերսիա իրականացնել անօդաչու թռչող սարքերի գործարանում։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Իրանի հետախուզական ծառայությունները ձերբակալել են ուկրաինացի 3 հետախույզների, ովքեր ծրագրում էին հարձակվել անօդաչու թռչող սարքերի գործարանի վրա, ասվում է հրատարակության հաղորդագրությունում։ Նշվում է, որ միջադեպի առնչությամբ Կիևից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։ Հռոմի Պապ Լևոն 14-ը անդրադարձել է Մերձավոր Արևելքում հակամարտությանը եւ Իրանում ստեղծված իրավիճակին։ Ամբողջ միջազգային հանրությունը բարոյական պատասխանատվություն ունի կանգնեցնելու պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել։ Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է դրանք եւ խորը վերքեր թողնում ժողովուրդների պատմության մեջ, որոնց ապաքինման համար տարիներ եւ սերունդներ են պահանջվում, ասել է նա։ Հունաստանի իշխանությունները լրտեսության համար ձերբակալել են ադրբեջանցու, որը բռնվել է Կրետե կղզու հյուսիսարևմտյան ափին գտնվող Սուդայի ռազմածովային բազան լուսանկարելիս։ Armen Press-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է հունական Գաթիմերնի օրաթերթը։ 26-ամյա տղամարդը հունիսի 22-ին ձերբակալվել է ազգային հետախուզական ծառայության եւ Հունաստանի ոստիկանության համատեղ գործողության արդյունքում։ Տեղեկություններ են հաղորդվում, որ կասկածյալը ծնվել է Ադրբեջանում, բայց ունի լեհական անձնագիր։ Տղամարդը հունիսի 18-ին հյուրանոցում սենյակ էր վարձակալել, խնդրելով տեսարան դեպի Սուդայի ծոցը։ Նա մեկ ամսվա մնալու համար նախապես վճարել էր, սակայն ըստ տեղեկությունների գրեթե դուրս չէր եկել սենյակից։ Նրա մոտ հայտնաբերված տեսախցիկից եւ նոթբուքից հավաքված թվային ապացույցները պարունակում էին ռազմածովային բազա մտնող եւ դուրս եկող նավերի մոտ 5000 ֆայլ։ Աղբյուրների տեղեկացմամբ կասկածյալը չի համագործակցում Հունաստանի իշխանությունների հետ։ Իշխանությունները հետաքննում են նրա հնարավոր կապը մեկ այլ ադրբեջանցու հետ, որը մի քանի օր առաջ բրիտանական ռազմաբազաների առնչությամբ լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր Կիպրոսում, Լիմասոլում։ Ձերբակալությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հունիսի 21-ի երեկոյան հայտարարել էր, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել Կիպրոսում Իսրայելի քաղաքացիների նկատմամբ։ Նշվում է, որ հարձակումը կանխվել է Կիպրոսի անվտանգության մարմինների կողմից Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ համագործակցությամբ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի միջուկային օբյեկտների վրա Միացյալ Նահանգների հարձակման վերաբերյալ։ Հայտարարությունը հրապարակվել է նախարարության կայքում։ Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա Միացյալ Նահանգների կողմից հասցված հարվածները, որոնք հաջորդել են Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։ Հատկապես մտահոգիչ է, որ հարվածները հասցրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է, հավելել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Իրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով, չնայած արտաքին ճնշմանը։ Այս մասին գերմանական ARD հեռուստաալիքին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։ Մենք միջուկային զենքի չտարածման պայմանագրի բարեխիղճ մասնակիցն ենք եւ դրա հիման վրա մենք ուրանը հարստացնում ենք խաղաղ նպատակներով, ընդգծել է Մաջիդ Թախտ Ռավանչին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արսեն Թորոսյանը հրաժարվել է ընդունել իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողներից Էդգար Ղազարյանին։ Վերջինս պատրաստվում է դատի տալ իրեն ազգային ժողովում չընդունած հերթական իշխանական падգամավորին։ Արսեն Թորոսյանի պարագայում սա այդ նույն հանցանքի երկրորդ դրսևորումն է, որովհետև նա հրապարակային պատռել էր նաև իմ կողմից իրեն հասցեագրված գրությունը, որի իրավունքը նա չուներ, այսինքն քաղաքացիների, նամակների, բողոքների, առաջարկությունների մասին օրենքով ազգային ժողով պաշտոնապես մուտք գործած բոլոր քաղաքացիների գրությունները օրենքով սահմանված ժամկետում ենթակա են քննության եւ պաշտոնյաները պարտավոր են պատասխանել։ Նա ոչ միայն չի պատասխանել իմ գրությանը, այլ հրապարակային է պատռել, ցուցաբերելով իր ուրեմն առհամարական վերաբերմունքը։ Արցախը հանձնվեց նրա ձեռքով, ով ատում է հայ եկեղեցին, ամեն հայկականը ու վեհը։ Այս մասին Եվրամեդիա 24-ի հետ զրույցում ասել է ցեղասպանագետ Մանուշակ Մարկոսյանը։ Նրա խոսքով Հայաստանի վարչապետը պղծության սերմնացան ու ատելության քարոզիչ է։ Ինչու հենց Արցախը։ Ինչու հենց Արցախը։ Արցախը մեր խորանն էր ինքնության։ Հանեք եկեղեցուց խորանը եւ տեսեք թե ինչ կմնա։ Ինչու հենց Արցախ եւ ում ձեռամբ, ով որ ատում է հայկական խորանը, ով ատում է հայ եկեղեցին, ով ատում է այն ամենը, ինչը հայկական է ու վեհ է, նրա ձեռքով։ Եվ ընդհանրապես ատելության ուժն էլ ուժ ունի, գիտեք, որքան սիրո ուժը ուժ ունի։ Իրանը կարող է սկսել հրթիռներ արձակել Հորմուզի նեղուցում անցող նավերի վրա, նման պնդում է արել Բլումբերգը։ Տարբերակներից մեկը կարող է լինել նավի ետապնդումը փոքր արագաշարժ պարեկային նավերով, կամ այն կարող է անօդաչու թռչող սարքեր հրթիռներ արձակել ծովափնյա կամ ցամաքային շրջաններից նավերի վրա։ Դա կարող է նեղուցով անցնելը չափազանց ռիսկային դարձնել առևտրային նավերի համար։ Ասվում է հրապարակման մեջ, Իրանը օրինական լիազորություն չի ունենա արգելափակելու Հորմուզի նեղուցով անցող նավերը, ուստի Թեհրանը ստիպված կլինի դրան հասնել ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով։ Գործակալության տվյալներով, եթե իրանական նավատորմը փորձեր փակել նեղուցի մուտքը, ամենայն հավանականությամբ այն կբախվեր ԱՄՆ 5-րդ նավատորմի կոշտ պատասխանին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Հանդիպումը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին, Իսրայելը հունիսի 13-ից ի վեր ամեն օր հարվածներ է հասցնում Իրանին։ Ռուսաստանի առաջնորդի եւ Իրանի արտգործնախարարի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին։ Այսօր հունիսի 23-ին Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարը Ռուսաստանի հետ հարաբերությունները որակել է սերտ, բարի եւ ռազմավարական բնույթի։ Իրանի դեմ սանձազերծված ագրեսիան ոչ մի հիմք չունի, այն ոչ մի արդարացում չունի, ասել է Պուտինը Մոսկվայում Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին աջակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահան։ Նա նշել է, որ հանդիպումը հնարավորություն կտա քննարկել այդ սուրճ թեմաները եւ միասին մտածել, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից։ Պուտինը խնդրել է Իրանի արտգործնախարարին իր բարեմաղթանքները փոխանցել երկրի ղեկավարությանը։ Իրանն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի հարցում, սա պետք է դադարեցվի, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո։ Գրում է ուկրաինական սրանահրատարակությունը, մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե որտեղից Ռուսաստանը նման զենք բերեց։ Ռուսաստանին աջակցող Իրանի որոշումները մեր երկրին եւ շատ այլ երկրներին բերեցին մեծածավալ ավերածություններ, մարդկային ահռելի կորուստներ։ Եվ դա իրոք պետք է դադարեցվի, նշել է նա։ Զելենսկին նաեւ դեմ է արտահայտվել միջուկային զենքի տարածմանը, որը նրա չպետք է գոյություն ունենա
ամենաժամանակակից աշխարհում։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հունիսի 24-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 23-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 24-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 23-ին աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։